Բարի լույս բոլորին, այսօր մարտի 1-ն է, գարնան առաջին օրը, որը կիրակին, ձյունը կամաց շարունակում է գալ, ամեն ինչը սառած է, ջերմաստիճանը -6 աստիճան է, գարունը դիմավորեցինք ձնառատ։ Սաբել գնանցի ներս, սառը ձյամբրից գնա ներս անցի, մամայիդ որցուկին ասա, պիսուների մոտ կամ ձեր մոտ, ու խուշուց, կեր, արի հենտիկ, եղունքներս սրի, արի կեր, գնացի սիրունս դու էլ գնա կեր, մի քիչ ավելի քիչ կխոսեմ, որովհետև ատամս ցավում է։ Սաբել ջան, են որցուկին ասա հաչալը վերջացնի գալ, ես էլ իջնեմ ես սառած տեղում, հաչալուց պակաս էր մնաց է, հա։ Այդպես բարկացի իրա վրա, հա բրովը, հանգիստ լավ, կլինի այսօր իմ ձայնը չհանեք, ամբողջ գիշեր ատամս ցավացել ա, ոչ է քնել եմ ու առավոտը վեր եմ կացել, եկել եմ ձեզ կերակրելու է սառնամանիքին։ Ջուրիկն եք խմում, սառել ա, քանի որ մինուսը այդ արդեն սառույց է, հիմա ջուր կավելացնի, որցուկ մի հատ հանգիստ կարող ա քեզ պահես, մի վարկյան հանգիստ, անհնար ա։ Ջուրություն սիրուններս։ Աղկոտ սևուկ, հետ ինչ ես ման գալիս։ Հա, ես եմ, ճոցիր, հեսա, կեր կտամ, արի կեր, ես գնում եմ։ Կեր, վաղկոտիկ, արի, հազիվ իմացար, որ ես եմ, որտեղներն ես դու ընդհանրապես լինում, վաղկոտիկս, արի, դե գնա գալիս եմ ձեր մոտ, դու էլ ես էստեղ, լավ, արի քեզ մի քիչ էստեղ կեր տամ ու գնամ, լավ, վաղկոտ դա թողայր իրան, դու գայր քո տեղ, հեսա կպտտվեմ կգամ քեզ էլ են կողմը կտամ, դու անցի, ջան, դու այնտեղ մի արի, քեզ կնեղացնեն, ուղղակի վաղկոտիկը շատ սոված էր, լավ արի ես այն գնում քեզ տամ, բայց դու այն կողմի արի, կպտտվեց ավտոտնայքի մոտ, ես քեզ հետո կգամ կեր կտամ, եկար վաղկոտս, արի դե, արի գնամ տեսնենք, արի պուպուշս, եկ վաղկոտ շունը, որն անգամ ինձ թույլ չի տալի մոտենալ, ամբողջը ձյունածածկ ու սառած, շատ սոված ես հաս, վաղկոտս կեր, մյուսներն էլ կասես, գիտեն ով շատ սոված ա լինում գալիս ա, բայց թե ուր են գնում, որտեղ են թաքնվում, այդպես էլ չգիտեմ։ Հիասթափությունը իրականում էմոցիոնալ բարդ ապրում է, ասում են սպասելիքներ պետք չի ունենալ, որպեսզի չհիասթափվես, ես վաղուց երբեք սպասելիքներ անձնական բնույթի չունեմ, նույնիսկ ծննդյան և այլ առիթների դեպքում, բայց կենդանիների պարագայում ցավոք դեռ չեմ հասել այն կետին, որ չունենամ սպասելիքներ, այնպես որ խնդրում եմ աջակցեք կենդանիներին, որպեսզի հասցնեն, ընդհանրապես չեմ սիրում խնդրել, ոչինչ, երբեք անձնապես չեմ խնդրել, բայց կենդանիների համար չեմ կարող չանել, ինձ ես սպասում, արի գնանք կեր տանեն, ավճարկայիններ, տերով մի քիչ կեր տվեցի, որուտի, արի, դուք երկուսով եք, եկեք ձեզ կերակրեմ, նոր կգնաք, մի բրդի, սառացա կընգնեմ գիշ, առանց էնը մի բան չեմ, այ այս սպասող հայացքները, ենա երկու տեղ կա դուք էլ գնացեք, կերեք, իրենց հիասթափեցնել չեմ կարող, որովհետև իրենք ինձ միշտ են սպասում, ով ում հետ ա կռիվ տալիս,
Տղան լուրջ դեմքով հարցնում էր, թե ինչու եմ կերակրում շունիկներին, հարձակվում են։ Երկար խոսակցություն ունեցա ու կարծում եմ տղան ճիշտ կերպ հասկացավ։ Սիրում եմ նման երեխաների, որոնք ուղղակի մոտենում են, խոսում են, հանգիստ զրուցում են և ամեն բան պարզ է դառնում։ Ով սոված ա, հանգիստ կերեք ու գնացեք ձեր ճանապարհով։ Հա, սիրուն ջան, դու էլ ես այդտեղ կեր։ Պատանին հարցին հարցով պատասխանեցի, այն հարցին, թե ինչու եմ կերակրում շներին, ասացի, իսկ ինչու ես հաց ուտում։